Մի տարեք տղուս։ Ահա ինչպիսի բղավոցներ էին այսօր Ծաղկազարդի տոնին լսվում Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Իսկ ինչն էր հերթական մոր կոտրված սրտի ու հոգու ճիչի պատճառը։ Պատճառը էլի այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետի սադրանքներ։ Այո, սադրանք, որովհետև այս խորհրդանշական տոնին, Սուրբ Պատարագի ժամին, Պատարագի կեսից Ծաղկազարդին, որը մեր քրիստոնեական ազգաբնակության սիրելի տոներից մեկն է, Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ կեսից պետք է խուժի եկեղեցու տարածք ու հանրության հավատացյալների միջով սլանա դեպի խորան։ Բնականաբար, արժանանալով անհանդուրժող վերաբերմունքը ու չհասնելով խորանին, լքում է տարածքը, բայց լքելով տարածքը չի բավարարվում։ Կրկին անգամ սադրանքը հաջողվում է։ Իսկ ո՞րն է սադրանքը։ Սադրանքը դա բաժանարար գծերն են եւ ատելությունն ու բռնությունն է մեր հայերիս միջև միմյանց նկատմամբ։ Ու այո, վարչապետի անվտանգությունը երաշխավորող քաղաքացիական հագուստով իրավապահները բռնության են ենթարկում երիտասարդների, ըստ լրահոսի անչափահասների։ Ու այդ երիտասարդներին հայ հավատացյալները փորձում են բռնության ճիրաններից փրկել։ Արդյունքում նրանց բերման են ենթարկում եւ ըստ հավանականության մեղադրանք կառաջադրեն։ Մենք այսօր ունեցանք զուգահեռ իրականություն։ Գավառում այցի շրջանակներում մուտք գործեցինք եկեղեցի եւ եկեղեցում տեղի էր ունենում ամուսնության արարողակարգ։ Որպես հավատացյալ մարդիկ եւ բարեկիրթ հայեր շնորհավորանքները հղեցինք նորապսակներին եւ հենց նման դրվագներում է անկախ քաղաքական հայացքներից, մոտեցումներից դրսևորվում մեր ազգի հաղթական միասնությունը եւ դուք պետք է որոշեք, թե մենք ինչպիսի Հայաստանում ենք ուզում կառուցել մեր ապագան եւ ինչպիսի Հայաստանն ընդհանրապես ունի ապագա, պառակտված, միմյանց ատող, միմյանց նկատմամբ պատերազմական ու բռնության տրամադրված հայերը ձեռնտու են միայն թշնամու եւ չունեն ապագա։